Եթերում 02-ի հերթական թողարկումն է, բարի երեկո, այսօր մեր ծրագրում կարող եք դիտել. ԵՄ-ն Հայաստանին է փոխանցել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Երևանում կայացել է միգրացիոն կառավարման ռազմավարական հաղորդակցության թեմայով միջազգային աշխատաժողով։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը զարգացնում է կարողությունները անտառներում հրդեհաշիջման և փրկարարական գործողությունների արդյունավետ կազմակերպման ուղղությամբ։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխներին։ Հանդիպումն անցկացվել է վիզաների ազատականացման շուրջ երկխոսության շրջանակում։ Նոյեմբերի 5-ին վիզաների ազատականացման շուրջ երկխոսության հարցերով հայկական կողմի բարձրաստիճան պաշտոնյա Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխներին։ Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալը նոյեմբերի 5-ից 6-ը գտնվում է Հայաստանում Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը հայկական կողմին փոխանցելու նպատակով։ Արփինե Սարգսյանի խոսքով վիզաների ազատականացումը Հայաստան-ԵՄ գործընկերության կարևոր փուլ է ուղղված վստահության և ԵՄ-ի հետ համագործակցության ամրապնդմանը։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը դիտարկում է որպես քաղաքացիների շարժունակության և հանրային անվտանգության ոլորտներում բարեփոխումների ռազմավարական փաստաթուղթ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գործողությունների ծրագրի հիմնական ուղղությունները։ ԵՄ ներկայացուցիչը բարձր է գնահատել վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քայլերը և շնորհակալություն հայտնել նախարար Սարգսյանին գործընթացի արդյունավետ համակարգման համար։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է իրականացնելու բարեփոխումները նպատակ ունենալով իր քաղաքացիների համար ապահովել արժանապատիվ և դյուրին ճամփորդելու հնարավորություններ դեպի Եվրոպական միություն։ Հայաստան կատարած այցի ընթացքում Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները ներքին գործերի նախարար Հայաստանի անունից գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանին է հանձնել ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Արփինե Սարգսյանը նշել է, որ փաստաթուղթը Հայաստան-ԵՄ գործընկերության կարևոր փուլ է և ձևավորել է լայն հանրային ակնկալիքներ։ Կողմերը բարձր են գնահատել մինչ օրս գրանցված առաջընթացը, ընդգծելով, որ ծրագրի պաշտոնական հանձնումը երկու կողմերի արդյունավետ համագործակցության արդյունք է։ Հարգարժան պարոն Լուխներ, հարգելի գործընկերներ, հարգելի ներկաներ, նախ թույլտվեք շնորհակալություն հայտնել պարոն Լուխներին համատեղ աշխատանքի համար և շնորհավորանքի համար։ Հիրավի պատմական իրադարձություն ունենք այսօր, որովհետև ի վերջո վիզաների երկխոսության շրջանակներում ունենք առաջին շոշափելի քայլը, որը համատեղ ջանքի արդյունք է։ Այսօր պաշտոնապես հայկական կողմին է հանձնվել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում գործողությունների ծրագիրը։ Եվ ես նաև այս համատեքստում ուզում եմ մեծ պատասխանատվությամբ նշել, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը միակ երկիրն է, որը շարունակական երկխոսություն ունի ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման թեմայով։ Պիտի փաստեմ, որ գործողությունների ծրագիրը, որը ներկայացված է հայկական կողմին, լիովին համահունչ է Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բարեփոխումային քաղաքականությանը և դրանում ներառված են մի շարք միջոցառումներ, որոնք Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքում էական դեր ու նշանակություն են ունենալու և հատկապես վիզաների ազատականացման համատեքստում ապահովելու են արժանապատիվ ճանապարհորդության նաև հնարավորությունը դեպի Եվրոպական միության տարբեր երկրներ։ Գործընկերներ, ուզում եմ փաստել, որ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը Հայաստանի Հանրապետության բարեփոխումային օրակարգի կարևորագույն բաղադրիչ է, անդրադառնում է այնպիսի ոլորտներին, ինչպիսիք միգրացիոն համապարփակ կառավարումն է, ապաստանին վերաբերող հարցերը, անօրինական միգրացիայի դեմ պայքարը, սահմանների համալիր կառավարումը, մարդու իրավունքները, հանրային անվտանգության թեմաները և նաև այլևայլ հարցեր, որոնք ընդհանուր առմամբ հովանոցային տարբերակով տեղավորվում են այս հիմնարար հենասյունային ուղղությունների ներքո։ Ես ուզում եմ շեշտադրել Հայաստանի Հանրապետության հանձնառությունը հետևողականորեն իրականացնելու գործողությունների ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները և ես ևս կիսում եմ, որ մենք շատ կարճ ժամկետում ենք հասել այս կարևոր հանգրվանին, որը հանրային լայն ուշադրության ներքո է գտնվում և նաև հանրային լայն ակնկալիքներ է ձևավորել։ Միևնույն ժամանակ ես ուզում եմ փաստել, որ Հայաստանի Հանրապետությունը որակյալ աշխատանք է ապահովել և ապահովելու
վիզաների ազատականացման այս երկխոսության շրջանակներում, որովհետև մենք հեռու ենք այն մտքից, որ գնալու ենք արհեստականորեն գործողությունների ծրագրի իրականացման ճանապարհով։ Հակառակը, սա հնարավորություն է Հայաստանի Հանրապետության համար այսչափ կարևոր ոլորտներում արձանագրելու նոր արդյունքներ, որոնք համահունչ կլինեն այն արժեհամակարգային, այսպես ասեմ, մոտեցումներին, որն այս պայծրությամբ կիսում է Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միության հետ։ Սա նաև կարևորագույն հնարավորություն է ապահովելու մարդկային կապերը, տնտեսական կապերը, մշակութային կապերը, կրթական կապերը Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջև։ Նորից շնորհակալություն եմ ուզում հղել պարոն Լուխներ ձեր գլխավորությամբ Եվրոպական միության թիմին, հայաստանյան գրասենյակին, պարոն Մարագոսի գլխավորությամբ, որովհետև իրականում համատեղ ջանքերով կատարել ենք հսկայածավալ աշխատանք եւ այսօր գործողությունների ծրագրի հանձնումը, պաշտոնապես հանձնում է հայկական կողմին, դա վկայում է նախ համատեղ գործադրված ջանքի որակյալության մասին եւ երկրորդը նաեւ երկկողմ պատրաստակամության մասին շարունակելու այս երկխոսությունը եւ այն հանգուցալուծելու եւ բերելու ի վերջո վիզաների ազատականացումը Հայաստանի Հանրապետության եւ իր բնակիչների համար։ Շնորհակալություն եւ շնորհավորում եմ բոլորիս մաղթելով հաջող ընթացք։ We have just handed over Մենք ներքին գործերի նախարարին փոխանցեցինք վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, որը պարունակում է մի շարք նպատակներ՝ անվտանգության, սահմանների կառավարման, մարդու իրավունքների եւ այլ կարևոր հարցերի վերաբերյալ, որոնք պետք է իրականացվեն առաջիկա տարիներին։ Ցանկանում եմ շնորհավորել ներքին գործերի նախարարին եւ Հայաստանի Հանրապետության իշխանություններին այս գործընթացում արագ եւ խորքային առաջընթացի համար, ինչը թույլ տվեց մեզ մշակել այս գործողությունների ծրագիրը։ Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը, որպեսզի այս նպատակները դառնան իրականություն։ Հայաստանի եւ Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման երկխոսությունը բաց գործընթաց է եւ կտևի այնքան, որքան անհրաժեշտ կլինի, որպեսզի ծրագիրը լիարժեք իրականացվի եւ բոլոր բարեփոխումները հասնեն իրենց նպատակին։ Այն կտևի այնքան, ինչքան անհրաժեշտ է, որպեսզի բարեփոխումները հասնեն իրենց հանգրվանին։ Ինչպես նախարարը նշեց, Հայաստանում մեծ բարեփոխումներ են իրականացվելու տարբեր ոլորտներում եւ դրանք պետք է նպաստեն գործողությունների ծրագրի հաջող իրականացմանը։ Եմեն եւ Հայաստանը երկուստեք հանձնառու են ապահովելու, որ գործընթացը լինի ոչ միայն արագ, այլև որակյալ։ Հաջորդ փուլում հայկական իշխանությունները պետք է պաշտոնապես արձագանքեն վիզաների ազատականացման շրջանակում Եվրոպական միության կողմից փոխանցված գործողությունների ծրագրին, իսկ Եմեն կուղարկի համապատասխան փորձագիտական խմբեր տեղում գնահատելու իրավիճակը տարբեր ուղղություններով եւ կազմելու զեկույցներ։ Ծրագիրը բաղկացած է երկու փուլից։ Առաջինը վերաբերում է օրենսդրական փոփոխություններին եւ իրավական ակտերի ընդունմանը, իսկ երկրորդը դրանց գործնական կիրառմանը։ Հայաստանի իշխանությունները արդեն նկատելի արագությամբ են իրականացրել մի շարք առանցքային բարեփոխումներ, մասնավորապես կենսաշապական համակարգի ներդրման ուղղությամբ, ինչը ԵՄ-ում գնահատվել է որպես հաջողված քայլ եւ արդեն կարող ենք ակնկալել դրա գործարկումը հաջորդ տարվա սկզբին։ Մյուս բաղադրիչները վերաբերում են օրենսդրական մակարդակին եւ լինելու են ընթացիկ գործընթացներ, որոնց իրականացմանը մենք հանձնառու ենք տալ շարունակական ընթացք։ to which we are fully committed. Երևանում տեղի ունեցել միգրացիոն կառավարման ռազմավարական հաղորդակցության թեմայով միջազգային աշխատաժողով։ Քննարկվել են միգրացիոն հաղորդակցության ռազմավարությունները, վիզաների ազատականացման գործընթացի փորձը, մեդիայի դերը եւ ճգնաժամային հաղորդակցության առանձնահատկությունները։ Աշխատաժողովին մասնակցել են տարբեր երկրների պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների եւ փորձագիտական հաստատությունների ներկայացուցիչներ։ Մասնակիցները փոխանակել են լավագույն փորձը եւ ընդգծել հաղորդակցության առանցքային դերը միգրացիոն կառավարման արդյունավետության եւ հանրային իրազեկվածության բարձրացման գործում։ Ինչու առաջացավ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՕԱԿ-ը լուծարելու անհրաժեշտությունը եւ որքանով է արդյունավետ լինելու ներքին գործերի նախարարության մշակած ոլորտային ռազմավարությամբ առաջարկվող լիցենզավորման համակարգը։ Հարցեր, որոնց պատասխանները տվել է ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանը։ Ինչու առաջացավ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՕԱԿ-ը լուծարելու անհրաժեշտությունը։ Շնորհակալ եմ։ Նախ նշեմ, որ ներքին գործերի նախարարության ձևավորումից հետո աղետների ռիսկի կառավարման ոլորտի համակարգումը վերապահվել է նախարարությանը եւ տեխնիկական անվտանգության ապահովումը այս ոլորտի բաղկացուցիչ եւ հիմնական մասերից է։ Տեսեք, մենք այս ուղղությամբ իրականացրել ենք ուսումնասիրություններ եւ ուսումնասիրությունների արդյունքներով հանգել ենք, որ տեխնիկական անվտանգության ապահովման եւ մասնավորապես արտադրական վտանգավոր օբյեկտների փորձաքննության գործընթացում ունենք որոշակի խնդիրներ։
Եթե մասնավորեցնեմ այդ խնդիրները, որոնք օրես նշեցի, նախ առաջինը ուզում եմ նշեմ, որ մենք մինչև օրենսդրության ընդունումը փաստացի ունեինք մի իրավիճակ, երբ պետական ոչ առևտրային կազմակերպությունը մասնավոր հավատարմագրում ունեցող կազմակերպությունների մեկտեղ իրականացնում էին միևնույն գործունեությունը, այսինքն փորձաքննություններ էին իրականացնում արտադրական վտանգավոր օբյեկտների եւ եզրակացություններ էին տալիս այս ուղղությամբ։ Այս իմաստով ստեղծվել էր տնտեսական ոչ հավասար պայմաններ, քանի որ պարզ է, որ ՊՕԱԿ-ը ուներ պետական կարգավիճակ եւ իր գործառույթների մեջ ուներ նաեւ որոշակի քաղաքականության որոշման տարրեր։ Այս իմաստով տնտեսական հավասար միջավայր ձևավորելու առումով մենք նախապատրաստեցինք եւ նախաձեռնեցինք օրենսդրական փաթեթ, համաձայն որի նոյեմբերի 1-ից տեխնիկական անվտանգության ազգային ՊՕԱԿ-ը այլևս իր գործունեությունը դադարեցրել է եւ ընդունված է նաեւ կառավարության որոշում, որի համաձայն եւ որով սահմանված ժամանակացույցով ՊՕԱԿ-ի լուծարման գործընթացն է իրականացվում։ Նաեւ մեկ խնդրի մասին կուզենայի խոսել, դա ներքին գործերի նախարարության գործառույթների մասով է եւ քանի դեռ մենք ունեինք ազգային այս կենտրոն ՊՕԱԿ-ը, որոշակի գործառույթներ, որոնք ըստ էության պետք է վերապահված լինեին նախարարությանը, օրենքով վերապահված էին ՊՕԱԿ-ին եւ նախարարությունը ինքն էլ չէր կարողանում հստակ դիրքորոշում վերցնել քաղաքականության մշակման տեսանկյունից։ Եթե վերջնարդյունքում ասեմ, այս փուլով մենք ինչ ենք փորձել անել եւ ինչ արդյունքի ենք հասել, ապա պատկերը հետեւյալն է. նախարարությունը պետք է ոլորտում հստակ քաղաքականություն որոշի, այսինքն խաղի կանոններ տա, իրականացնի վերահսկողություն, իսկ փորձաքննությունների գործառույթը պատվիրակի մասնավոր սեկտորին, որոնք հավասար պայմաններով կկարողանան իրականացնել ձեռնարկատիրական իրենց գործունեությունը։ Պարոն Մկրտչյան, ներքին գործերի նախարարության մշակած ոլորտային ռազմավարությամբ առաջարկվում է անցնել լիցենզավորման գործընթացին, որքանով է լիցենզավորման համակարգը արդյունավետ լինելու։ Ըստ էության ներկայումս իմ կողմից արդեն նշված մասնավոր կազմակերպությունները իրենց գործունեությունը իրականացնում են հավատարմագրման սկզբունքով, բայց ներկայումս ներքին գործերի նախարարությունը դիտարկում է, որ առավել հստակ կառուցակարգեր պարունակող գործելակարգ կարող է լինել լիցենզավորման համակարգով գործունեության իրականացումը։ Մենք ներկայումս մշակել ենք օրենսդրական նոր փաթեթ, որը առաջիկայում կներկայացնենք կառավարությանը։ Պետության կողմից ինչպես է վերահսկվելու մասնավոր ընկերությունների կատարած աշխատանքի որակը։ Տեխնիկական անվտանգության ազգային ՊՕԱԿ-ի լուծարմանը զուգահեռ ներքին գործերի նախարարությունը ուժեղացնում է իր գործիքակազմը այս ուղղությամբ եւ ինստիտուցիոնալ եւ օրենսդրական տեսանկյունից, այսինքն մենք համապատասխան ստորաբաժանում կունենանք այս ուղղությամբ եւ այդ ստորաբաժանման գործիքակազմը կլավարկենք, մասնավորապես արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրի թվայնացման գործընթացը հիմա տեղի ունենում, այդ ռեեստրում հավաքվող տեղեկությունների հարստացմանն է վերաբերվում եւ բնականաբար այս գործունեության նկատմամբ ել ավելի պատշաճ հսկողությանն է վերաբերվում։ Ըստ էության նաև ունենալով արդեն իսկ հավասար մրցակցային պայմաններ, մենք կարծում ենք, որ ոլորտը ինքնին ավելի պատշաճ զարգացում կունենա։ Պարոն Մկրտչյան, վերջերս դուք հանդիպել եք մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներին, որքանով են նրանք պատրաստ այս փոփոխություններին։ Նշեմ, որ եւ մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչների եւ շահագրգիռ գերատեսչությունների հետ ունեցել են քննարկումներ այս առումով եւ բնականաբար գործընթացի ռիսկերը կառավարելու տեսանկյունից ունեցել ենք հավաստումներ եւ նոր գնացել ենք այս քայլին եւ նշեմ, որ այս պահին մեր բոլոր ռիսկերը կառավարելի են եւ որևիցե արտադրական վտանգավոր օբյեկտի փորձաքննության, այսպես ասած, ուղղություն բաց չի մնալու, քանի որ մասնավոր կազմակերպությունները եւ նրանց փորձագետները ունեն համապատասխան որակավորումներ
բոլոր փորձաքննությունների տեսակներով եւ մեր հանդիպումը նաեւ մասնավոր կազմակերպությունների հետ մեզ տվեց այդ հավաստումը, որ գործընթացը շարունակելու է պատշաճ իրականացվել եւ շարունակել մնալ վերահսկելի։ Շատ լավ, եւ վերջում կցանկանայի անդրադառնալ մի շահարկվող հարցի, թե ՊՕԱԿ-ի լուծարումից հետո ինչպես է լուծվելու աշխատակիցների զբաղվածության հարցը։ Ըստ էության այս հարցը եւս եղել է մեր ուշադրության կենտրոնում։ ՊՕԱԿ-ի աշխատակիցների մեծամասնությունը դրանք փորձագետներ են եղել եւ մասնավոր կազմակերպությունների հետ մեր հանդիպումներում մենք այս հարցը եւս քննարկել ենք, արդյոք վերջիններս պատրաստ են առանց աշխատավարձային իջեցումների մեր փորձագետներին իրենց մոտ աշխատանքի վերցնելու եւ ստացել ենք հավաստում այս առումով եւ այս պահին արդեն ես վստահաբար կարող եմ ասել, որ մեր փորձագետները աշխատանք ունեն մասնավոր կազմակերպություններում, իսկ վարչակազմի մյուս աշխատակիցները առավելապես իրենց տեղը գտել են ներքին գործերի նախարարությունում եւ իրենց մասնագիտական աշխատանքը կշարունակեն իրականացնել նախարարությունում, կարծես թե այս առումով մենք դուրս մնացած աշխատակից այս պահին հաշվառված չունենք եւ բոլոր մասնագետները հատկապես իրենց մասնագիտական կարողությունները շարունակում են մատուցել ոլորտում։ Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն ուղղաթիռի ներգրավմամբ, այն նվիրված էր անտառներում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհաշիջման կազմակերպմանը։ Հոկտեմբերի 31-ին Կոտայքի մարզի Մեղրաձոր բնակավայրի հայ անտառ ՊՕԱԿ-ի Հրազդանի անտառտնտեսություն մասնաճյուղի տարածքում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն անտառներում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհաշիջման կազմակերպումն ու իրականացումը ուղղաթիռի ներգրավման թեմայով։ Ուսումնավարժանքին հետևում էին փրկարարծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ու գործընկեր կառույցների ղեկավարներ։ Ըստ ուսումնավարժության սցենարի, անտառապետության տարածքում հրդեհ էր բռնկվել, որը տարածվելով հասել էր Սարի լանջին գտնվող կիսակառույց շենք, կային տարբեր աստիճանի այրվածքներ եւ մարմնական վնասվածքներ ստացած պայմանական տուժածներ։ Խաղարկվել են տարբեր սցենարային իրավիճակներ, կազմակերպվել է համապատասխան արձագանքում, իրականացվել են անօդաչու թռչող սարքերով հետախուզում, հրդեհաշիջման, ծխապատ, գոտուց պայմանական տուժածների տարհանման, առաջին օգնության եւ հոգեբանական աջակցության ցուցաբերման աշխատանքներ։ Ուսումնավարժանքին մասնակցել են փրկարարծառայողներ, ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության կարգախմբեր, հայ անտառ ՊՕԱԿ-ի աշխատակիցներ, էկոպարեկներ, Մեղրաձորի կամավորական հրշեջ փրկարարական խմբեր։ Ուսումնավարժության ավարտին ամփոփվել են կատարված աշխատանքները, վերհանվել առկա խնդիրներ։ Դրանց շտկման ուղղությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ։ Շաբաթվա ընթացքում արձանագրված քրեական դեպքերն ու դրանց բացահայտումները մեկ տեսաշարում։ Քրեական վարույթի շրջանակում ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ 17 եւ 20 տարեկան վանաձորցի երիտասարդներ նախապատրաստվում են ապօրինի ձեռք բերած հրազենով հաշվի արդար տեսնել 2 հոգու նկատմամբ։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում սպանության նախապատրաստության հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ։ Հետագա միջոցառումներով ձեռք բերվեցին փաստական տվյալներ, որ 17 եւ 20 տարեկան երիտասարդները Վանաձորի Տերյան փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդու հետ միասին ձեռք են բերել ինքնաձիգ, որը պահվում է վերջինիս տանը։ Դատարանի որոշմամբ խուզարկություններ կատարվեցին նրանց բնակարաններում։ 33-ամյա տղամարդու տան խուզարկության ընթացքում Բաքում հսկող ոստիկանները նկատեցին, որ նա ինքնաձիգի նմանվող իր է նետել պատշգամբից։ 45 փամփուշտով լիցքավորված կալաշնիկովի ինքնաձիգը քննիչի կողմից առգրավվեց։ 5 անձ ձերբակալվելու ներկայացվել է նախաքննական մարմին։ Օպերատիվ հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։ Հանցավորության կանխարգելման միջոցառումների շրջանակում ներքին գործերի նախարարության ոստիկանությունը շարունակում է աշխատանքները ապօրինի զենք զինամթերքի հայտնաբերման ու առգրավման ուղղությամբ։ Ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հերթական միջոցառումն են իրականացրել քրեական ոստիկանության ծառայողները։ Քրեական ոստիկանության գլխավոր եւ Երևան քաղաքի վարչությունների ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ մի շարք անձանց վերաբերյալ, որոնք տանն ու ավտոմեքենայում ապօրինի պահում են զենք զինամթերք։ Օպերատիվ հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակներում խուզարկություններ են կատարվել տարբեր անձանց պատկանող 47 հասցեներում եւ 9 ավտոմեքենաներում։ Հայտնաբերվել են ատրճանակներ, զինամթերք, նաեւ թմրանյութ, կոկային, մարիխուանա եւ մեթադոնային լուծույթ։ 29 անձ ձերբակալվել եւ ներկայացվել են նախաքննական մարմին։ Նախաքննությունը շարունակվում է։
Նոյեմբերի 4-ին քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց ժամը 19:35-ին։ Երևանի քրեական ոստիկանները Արինջի Դուրյան թաղամասում բնակարանային գողություն կատարելու կասկածանքով ձերբակալեցին եւ իր վարած Hyundai Մակնիշի ավտոմեքենայով հանդերձ վարչություն տեղափոխեցին Ջերմուկ քաղաքի բնակիչ 33-ամյա տղամարդու։ Նա խոստովանեց, որ մոտ 1 ժամ առաջ նույն թաղամասի 6-րդ փողոցի մի տան հետնամասի դուռը հարմարեցված առարկայով բացել ու գողացել է զարդեր, այլ իրեր ու թղթադրամներ։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում տանտիրոջից ընդունվեց հաղորդում։ Պարզվեց, որ Ջերմուկի 33-ամյա բնակիչը գողացել է ոսկյա եւ արծաթյա ավելի քան 30 զարդ, այլ իրեր, ինչպես նաեւ արժույթով թղթադրամներ։ Գողոնը հայտնաբերված է։ Տղամարդը խոստովանել է նաեւ, որ այս տարվա սեպտեմբերից առ այսօր ապօրինի մուտք է գործել մայրաքաղաքում գտնվող եւս 5 առանձնատուն, որոնցից 4-ից իր կամքից անկախ հանգամանքներում հեռացել է ձեռնունայն։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Աբովյանի քննչական բաժին, հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Դինամո մարզահամալիրում անցկացվել է ներքին գործերի նախարարության մինի ֆուտբոլի առաջնությունը։ Մրցապայքարին մասնակցել են տարբեր ստորաբաժանումների հավաքական թիմեր։ Հոկտեմբերի 27-ից 31-ը Դինամո մարզահամալիրում անցկացվել է ներքին գործերի նախարարության մինի ֆուտբոլի առաջնությունը, որին մասնակցում էին տարբեր ստորաբաժանումների 8 հավաքական թիմեր։ Առաջնության հաղթողի կոչումը եւ փոխանցիկ գավաթը նվաճել է ներքին գործերի նախարարության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն ՊՕԱԿ-ի հավաքական թիմը։ Երկրորդ եւ երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են ոստիկանության գվարդիայի եւ բարեկային ծառայության հավաքական թիմերը։ Առաջնության հաղթողներին մեդալներ եւ դիպլոմներ է հանձնել ներքին գործերի նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման վարչության մարտական եւ ֆիզիկական պատրաստվածության բաժնի պետ Դինամո մարզական հասարակական կազմակերպության նախագահի առաջին տեղակալ Արմեն Մկրտչյանը։ Նման նախաձեռնությունները ոչ միայն խթանում են առողջ եւ ակտիվ կենսակերպը, այլև ամրապնդում են ծառայողների միջև համագործակցությունն ու թիմային ոգին։ Մեր թողարկումն ավարտվեց, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։